Օրենքը հակասահմանադրական չի ճանաչվել, հայտարարել է Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրությանը համապատասխանելու հարցով Սահմանադրական դատարանի ապրիլի 16-ի որոշմանը։ Պատգամավորների 1/5-ն էր դիմել բարձր դատարան։ Չհամապատասխանելու վերաբերյալ որոշում մենք չունենք, մոռացեք այդ խոսակցությունները, հանկարծ չգնեք մանիպուլյացիոն դաշտ, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչում, բայց Սահմանադրական դատարանի սահմանադրական գործառույթն է նաև ապահովել սահմանադրական կանոնակարգումների այնպիսի մեկնաբանություն, որը հնարավորություն է տալիս ձևավորել միասնական պրակտիկա եւ ապահովել այդ միասնական պրակտիկայի շրջանակներում նաև սահմանադրության գերակայությունը եւ սահմանադրությամբ ամրագրված այլ նորմերի կատարումը։ Մինչև չլինի Սահմանադրական դատարանի որոշման ամբողջական տեքստը, ընդհանուր պատկերացում չենք կարող կազմել, շեշտել է Վարդանյանը։ Հիմքում օրենքի սկզբանը դրվել է հետեւյալը. Գույքը ի սկզբանե պետք է ապօրինի ծագումի ենթադրի։ Եթե ապօրինի ծագումը առկա է եւ այդ ծագումը փոխկապակցված է անձի կողմից, որ անհամատեղելի պաշտոն է զբաղեցրել ծավալած ապօրինի գործունեության հետ, ապա այդ գույքը պետք է վերադարձի իրական սեփականը տիրոջը։ Բայց ել եմ ասում, որովհետեւ կարողանանք մենք վերջնական դիրքորոշում արտահայտենք Սահմանադրական դատարանի կողմից կայացած որոշման մասին, մենք պետք է ունենանք ամբողջական տեքստ, որտեղ Սահմանադրական դատարանի որոշումը առաջի բառից մինչև վերջին վերջակետ դիտարկվում որպես մեկ միասնական փաստաթուղթ։ Վարդանյանի խոսքով Սահմանադրական դատարանը որոշակի չափորոշիչներ է դրել, որոնցով պետք է իրավակիրառներն առաջնորդվեն այս օրենքի ազդեցության ներքո ընկնող գույքը եւ սուբյեկտներին նույնականացնելու համար։ Անձը իր գույքը, հատկապես ապօրին ձեռք բերած գույքը, սովորաբար ձգտում է պաշտպանել բոլոր հնարավոր միջոցներով։ Չեմ ուզում նման մեկնաբանություններ անել, բայց ամենայն դեպս ես բազում դեպքերում ասել եմ, հիմա էլ պետք է ասեմ, ես զարմացած էի, զարմանում եմ եւ շարունակելու եմ զարմանալ մեր դիմադիր այն գործընկերների վարքագծի վրա, որոնք ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքը ամբողջությամբ սկսած սահմանումներից ավարտված եզրափակիչ եւ անցումային դրույթներում վիճարկել էին Սահմանադրական դատարան, ըստ էության վիճարկելով այդ ինստիտուտը որպես այդպիսին։ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է նաև երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, նշելով, որ տարբեր երկրներում տարբեր մեխանիզմներ կան։ Առավել զարգացած համակարգություն է Միացյալ Նահանգներում, անգլոսաքսոնական համակարգում, բայց եվրոպական իրավական համակարգերը, մասնավորապես Ֆրանսիայի, Գերմանիայի համակարգը եւս ենթադրում է նմանատիպ ինստիտուտների առկայությունը։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, եթե դասական մեծ Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինակն ենք փորձում վերլուծել, ապա այստեղ երդվյալները ընտրվում են կողմերի կողմից, տարբեր նահանգներում տարբեր կանոնակարգումներ կան իհարկե, բայց նրանք որոշում են բացառապես անձի մեղավորության համամեղության հարցը։ Նրանք են իրականացնում այդ մասով արդարադատություն։ Մնացած հարցերը կարգավորում է դատարանը։ Ատենակալները չպետք է նախկինում դատված լինեն, չեն կարող ունենալ փոխկապվածություն կողմերի հետ։ Ամեն դեպքում համակարգի ներդրումը սահմանադրական կարգավորումներ պահանջող գործընթաց է։ Հետևաբար ժողովուրդը պետք է որոշի, որից հետո պետք է հասկանալ, թե ինչ մոդելով առաջ շարժվել, ընդգծել է պատգամավորը։ Նիկոլայ Ավետիսյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։